Ողջույն սիրելի ընկերներ, դուք գտնում եք 911 auto-ի YouTube-յան ալիքում եւ այսօր մեզ մոտ մի նենց մեքենա է, որ միշտ լինում է բոլորի ուշադրության կենտրոնում։ Խոսքը գնում է Chevrolet Camaro-ի մասին 2020 թվականի արտադրության։ Այս մեքենան դարձել է Ամերիկայի մշակույթի սիմվոլներից մեկը։ Այսօր խոսելու ենք իր մինուսների, պլյուսների մասին, շարժի հզորությունը, իրար հետ կծանոթանանք սալոնին ու ավելի մանրամասն կասեմ, արժի այս մեքենան գնել, թե չարժի։ Եթե դու սպորտային մեքենա ես սիրում, ինքը քեզ տալու է այն wow էֆեկտը։ Դու իրան վարելուց զգալու ես այդ, բայց ինքը մի քանի մինուսներ էլ ունի, այդ էսա ընթացքում կասեմ ձեզ։ Եկեք մի հատ ընդհանուր իր դրսի տեսքը տեսնենք, հասկանանք ու մնացածը արդեն կասենք։ Եկեք սկսենք իր արտաքին տեսքից։ Ինքը մի քիչ ագրեսիվ մեքենա է, 2020 թվականի ZL1 number 1-ն է, կարճ ասած։ Ընդհանուր ինքը նստած ավտո է, նայեք այս գլուշիցելների հատվածը հետաքրքիր դիզայն ունի։ Եկեք գնանք առաջ, դիմացից իր այդ ագրեսիվ սուր հայացքը ցույց տամ։ Նայեք այս դիմացի իր այս ագրեսիվ հայացքը, ընդհանուր ինքը ցածր, գետին է քսվում, կարճ ասած են, որ ասում են գետին քսվող ավտոներից է։ LED լուսավորություն, այն որ կողքից նայում են այս ավտոյին, մտածում են այս մկանոտ ավտո է, կարճ ասած muscle car-ի դասական տարբերակն է։ Եկեք մի բան էլ ասեմ ու անցնենք ամենակարևորին։ Նայեք մի հատ իր անվահեծերը ինչ գեղեցիկ տարբերվող դիզայն ունի։ Իրականում է սրան չգիտեմ ինչ է։ Ինչ է սրան ասում։ Սրան դիսկերն են, չէ՞ սրանք։ Չէ, այս մեջինը։ Դիսկերն է։ Այս կարմիրը ի՞նչն է։ Սուպեր։ Սուպեր։ Լավ, եկեք անցնենք ամենակարևոր հատվածին՝ շարժիչը։ Այն գերհզոր շարժիչն է։ 350-ից 360, ոնց որ, ինչքան գիտեմ։ Եկեք մի հատ բացեմ շարժիչը նայեք դուք։ Մի հատ եկեք մոտիկից шарժիչը նայեք։ 3,6 литр V6 шаржич. За мной смерть, у нее сломана коса. Я за кем-то, но у меня не сломана оса. В колонии братва, в колонках орёт осап. У меня болит нога, что прожимать глаза. Столько протоптал, какой мне миндальный круассан и кремовый пурасан. Могу нечаянно в сторис локацию показать. Столько сбегать и тёлок разбегаются глаза. И каждая грешна, но каждую наказывают. 15 спрятать твой версайз. И говорить о чем-то мне говорят. Я как вес не верю рыбам, наркам и плетям. Они не помогут, если сильно закутят. Я как гнев черный всегда дорожаю. И как Саня Белый всегда отвечаю за базар. МК идет боком. Սա նշանակում է, որ ինքը շատ լավ արագություն ունի, դե ասել եմ ձիաուժը, մինչև 360-66 բարձրանում է։ Գազան ավտո է, որ ոտը դնում ես գազին, 5.5-ից մինչև 6 վայրկյանում, ինքը 0-ից 100 է բացում։ Գժվես, այս ավտոն քշես, վայելես, բայց Այս կթողեք անպայման սրա մեջ։ Մոռացած եմ, որ այդ ամեն ինչ ասեցի, դա շատ լուրջ ցուցանիշ է այս ավտոյի համար։ Այն որ դրիֆտներ անեց, sense իրան ուղղակի մի բանն է վատ, որ կառավարելը մի քիչ բարդ է, ձմեռը մի քիչ չես կարա իրան քշես։ Ինքը ձմեռային ավտո չի, դա իր մինուսն է։ Մեկ էլ մյուս մինուսները ներսից կասեմ, որովհետև սալոնի հետ է կապված։ Կարճ ասած, էսի մենակ շոֆերի համար է։ Եկեք գնանք սալոն, սալոնում մնացածը մանրամասն կասեմ։ Հիմա սալոնից պիտի խոսեմ ընդհանուր, այդ էս մեքենան նայեք էլի։ Ես ուղղակի
խելագարվում եմ այս ավտոյի համար։ Նայեք, եթե աղջիկներ կան, որ սենց դրիֆթներ են շատ սիրում ու իրանց դուր է գալի այդ ամեն ինչը, այս ավտոն իրանց համար է, բայց իհարկե լավ աղջիկ վարորդներ են, որ զուտ չգանեն, որ ասեն, ես լավ վարորդ եմ, ուղղակի, բայց չէ էլի։ Հիմա նստեմ սալոնը։ Հիմա սրահից խոսանք մի քիչ, սրահը այդքան ոչ հագեցած վիճակում են գտնվում, իրա պլյուսները այնա, որ ունի սպորտային նստատեղեր, ժամանակակից էկրան ու լավ աուդիո համակարգ։ Մինուսները այնա, որ դու այս դիմացը դժվար ես տեսնում, ես եմ ցույց տամ, նայեք, այս խանգարումը, դու սենց նստած ես ցածր է ինքը, ահա որ անհարմար է, սենց ցածր է, այս դեմը չես տենում, փոսերի մեջով սենց ինգնես այդ հազգաս, լավ, մինուսներից եվս մի բան, հետևը կարճ ասած նստելու տեղ չկա, ուղղակի չկա, ինքը ձմերը չես կարա քշես, թե անձրևի ժամանակ կարաս քշես, ձմերը անհնար է ուղղակի, իրան կառավարելը, չգիտեմ, այն ինչ կարելի ասել իրա մինուսներից, в общем, կարճ ասած, family car չի, ինքը սովորական վարորդի համար է նախատեսված, լավ, ամբիենտ լուսավորություն ունի սալոնում, նստատեղերը կաշվեպատա, եկեք ցույց տամ, նայեք, ամբիենտ սիրուն լուսավորություն ունի, նստատեղերը կաշվեպատա, տաքացվող, հովացվող, վազքը 95,000 կիլոմետր է քշած, սիրուն ղեկը լիպիստոկներով, ասեցի, որ ZL1 number 1-ն է, կարճ ասած սենց, ղեկի վրայից կարում եք սենց կառավարեք, արագություն բարձրացնել, իջացնել, լիպիստոկները, նայեք ինձ սիրուն կարբոնները լիպիստոկների վրա, դե էսի սենց, շատ սիրուն եմ, ուզում Mercedes-ի միջի կլոր բաներից լինի, դե ես պարկինգը ստեղից հա, վարման ռեժիմները ստեղից փոխել կա, եկեք մի հատ հետևը ցույց տամ, դուք նայեք էլի, որ ասում էի վաբշե նստելու տեղ չկա, ինքը շատ անհարմար, փոքր ավտո է, իմ ընկերներից միշտ հարցնում են, այս ավտոն ինչքան է ծախսը, ինչքան է ծախսում, ինչ անում, ոնց անում, ուտում է, խմում է, քեֆ է անում, քաղաքում 12-ից 14 լիտր է, իսկ մայրուղու վրա մոտավոր 8-ից 9 լիտր, սենց ասած, իրա մասերի մասին ասեմ, որ իմանաք, իրա մասերը կա, բայց շատ թանկ է, սովորաբար ես մեկը չի պահի ես ավտոն, որտև ինքը ծախսատար է, ցածր է, անհարմար է, բայց դե եթե սպորտի սիրահարեք, էսի ձեր համար է։ Դե պլյուսներից մինուսներից խոսացի, եկեք ընդհանուր մի հատ գնանք այս ավտոն վարենք, իրա այդ զգացողությունների մասին մնացածը արդեն վարելու ընթացքում կասեմ։ Դե վարորդ ջան, նստի գնացինք։ Գնանք իրա վարելու ընթացքում այս զգացողությունը ես էլ զգամ, էլի։ Տենենք ինչ է вообще։ Սաղ ասում են կոմորո էկելա։ Այս ավտոն, որ վարում ես, իրա այդ ներսի զգացողությունները լրիվ ուրիշ է, այն որ ամենակարևոր հարցը, արժի ես ավտոն ունենալ, քաղաքում դե ասեցի, որ ինքը շատ է ծախսում, ղեկը շատ, դուք արդեն հասկացաք, բան չեմ ասում, մեր փորձարու վարորդը կարում ես մեքենան կառավարի, բայց անփորձները հաստատ չեն կարանա, որովհետև իրան կառավարելը շատ դժվար է, ղեկը շատ զգայուն է, որ այնքան նրբություններ ունի այս ավտոն, չգիտեմ, մի հատ ոտը դնում ես գազին, գնաց, վсё։ Իրա վարելու զգացողությունները իմ համար 10-ից 10, բայց ծախսի առումով ինքը ծախսատար է շատ։ Хейтер идет так же, тема идет в гору, доля идет старшим, деньги любят счет, девки любят тахо, МК идет боком, хейтер идет на...
идет боком, хейтер идет так же, тема идет в гору, доля идет старшим. Деньги любят счет, девки любят тахо. Эмка идет боком, хейтер идет. На моих ногах борцовки Nike джаз дует. Белые шагают, так будто они блатуют. Я бы мог ебаться, но белые не пасуют. Так что подо мной платье-то асфальт в натуре. Ау, брат, you in the army now. Утром йога, днем обед, вечером туман. Списки рапорта, списки заполняет капитан. Подо мной Урал, выйду вцеплю пурасан. Пускай гудки на Джумеру, в КПЗ же сладкая как безе и громкая как базе. Первая группа вылет по резервной полосе. Вчера вышел с вертолета, пока он еще не сел. А дрон в патронник вака обои. Ուրեմն հիմա ասեմ, արժի ես ավտոն ունենալ, թե չէ, եթե ուզում ես, ուղղակի եմ, որ A-կետից B-կետ պետք չի, խնայող չի, վաբշե, մասերը կա շատ թանկ է, ահա որ թանկ է, բայց եթե ուզում ես հաճույք վարելուց, եմ որ այդ vibe-ը զգաս, էմոցիաներ ունենաս, այս ավտոն քո համար է, դե մնացածն էլ Группу крови ставим на повторе. Сыта будто дед, короче в норме. Передаю приветы всем тем, кто на воле. Идет боком, хейтер идет так же. Тема идет в гору, доля идет старшим. Деньги любят счет, девки любят тахо. Эмка идет боком, хейтер идет Эмка идет боком, хейтер идет так же. Тема идет в гору, доля идет старшим. Деньги любят счет, девки любят тахо. Эмка идет боком, хейтер идет. Դե վերջ, եթե հավանեցիք վիդեոն, դրեք լայք, հետևեք մեր էջին, ստեղծեք զանգակի կոճակին, կոմենտներում էլ գրեք դուք կվարեք կամ առո թե չէ։ Մեկը ես իր հզորության, արագության համար հաստատ կվարեի, մեկը գնահատեք մեր գործը, որովհետև այս անձրևին այդքան չարչարվել ենք։ Սիրով 911 ավտո, գրեք կոմենտներում, հաջորդը ինչ մեքենա լինի, սիրում ենք ձեզ, տեսություն։ Эмка идет боком, хейтер идет так же. Тема идет в гору, доля идет старшим. Деньги любят счет, девки любят тахо. Эмка идет боком, хейтер идет Эмка идет боком, хейтер идет в гору, доля идет старшим. Деньги любят счет, девки любят тахо. Эмка идет боком, хейтер идет